Oi ժողովուրդ, ինչ անուշատ ա գալիս, ողջույն սիրելիներս, ողջույն բոլորիդ։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ որ դուք նույնպես լավ եք և սկսեմ իմ հերթական վլոգս։ Վլոգս այսօր ամբողջությամբ նվիրված կլինի իմ ծննդյան օրվան, ինչպես եմ ես անցկացրել, ուր ենք գնացել, ինչով ենք զբաղվել և իհարկե ամբողջ մանրամասնությունը, ամբողջ գեղեցկությունը, բոլոր էմոցիաները ես նվիրում եմ ձեզ շնորհակալությունս ձեզ ասելով շնորհակալ եմ, որ դուք կաք։ Շնորհակալական խոսքս եմ ուզում ասեմ, որ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման հետևորդներ, նման հնարավորություն, նման յութուբյան ալիք ընտանիք, որ ստեղծել է այս գեղեցիկ հնարավորությունը իմ համար Աստված և իհարկե բազմիցս անգամ եղել է նման մտահաղացում, մտադրություն և միտք է ծագել մի քանի անգամ, որ հրաժարվեմ իմ ալիքից, թողնեմ, մի տեսակ, որ դո հավեսս է կորել, մոտիվացիա չի եղել, դո չգիտեմ ինչ, բայց ամեն անգամ հասկացել եմ, որ ես առանց ձեզ և առանց իմ ալիքի չեմ կարող ապրել։ Մի տեսակ մի քիչ որ կյանքում, ինչպես ասում են, սենց միապաղաղ է դառնում օրերը, ինչ որ մի բան չի հերիքում, հա, անպայման էներգիա է պետք, էմոցիաներ են պետք, դրական, բացական, դա լիցքեր են համարվում, կապ չունի։ Մի խոսքով բոլորը ես ստանում եմ ձեր հետ այս ալիքում։ Իմ ալիքը իմ համար շատ թանկ է, կակ մինիմում արդեն 10 տարվա պատմություն ունի, բայց վլոգեր որպես եղել եմ ոչ թե 10 տարի, այլ ընդամենը 4-5 տարի երևի հազիվ, 4 երևի թե 5 նույնիսկ չի բոլորել, մի խոսքով միգուցե և բոլորել է արդեն, չգիտեմ, չեմ հիշում, որ թվականից եմ սկսել նկարահանումներ կատարել, համենայն դեպս շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հորդորել են այս ալիքը պահպանել, վաբշե սկսել այս ամեն ինչը, ընդհանրապես սկսել Այն ժամանակ ես մտածում էի, որ ինչիս է պետք, իհարկե որ այդպես գումարներ վաստակել էստեղ հնարավոր չէ, այդպիսի գումարներ միգուցե հնարավոր է, ես շատ կուզենայի ես էլ ինչ որ անպայման շատ գումարներ վաստակեի, որ այլևս նման արտահայտություն չանեի, բայց հենց վաստակել, հա, այն իմաստով, որ ես աշխատեմ այստեղ ու ստանամ այդ գումարը, այդպիսի մեծ գումարներ դեռ ես չեմ տեսել այստեղ, բայց ամեն դեպքում այնպիսի էմոցիաներ ես ստանում, որ շատ մեծ գումարներ արժի այդ էմոցիաները։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ ինձ հուսադրում եք, որ մեկնաբանում եք, գովաբանում եք, երբեմն էլ ձեր կարծիքներն եք հայտնում, երբեմն էլ կակռազ չեք գովաբանում եւ այդ ամենը իհարկե ինձ ինչպես ասում են, sense մի քիչ մշակում է, հա, թե ես ինձ որտեղ շտկվեմ, որտեղ ուղղվեմ, որտեղ եմ ճիշտ, որտեղ եմ սխալ։ Իհարկե, որ դա կնշանակի, թե կողմնակի կարծիքը իմ վրա շատ մեծ ազդեցություն է թողնում, չէ, այդպես չէ, այդպես չեմ հղկվում, այլ այնպես, որ ես հասկանում եմ, որտեղ կարելի է մի քիչ ավելի շատ բարյացակամ լինել, որտեղ կարելի է մի քիչ ավելի շատ դիստանցիա պահել, մի խոսքով ես սիրում եմ մի քիչ շատ անմիջական լինել բոլորի հետ, անկախ նրանից ինչ մտադրություններ ունեն մարդիկ իմ նկատմամբ, բարյացակամ, թե վատը տրամադրված, դե իհարկե ամեն դեպքում ես բոլորին սրտիս մոտ եմ ընդունում, սրտակից եմ համարում, մի խոսքով բարյացակամ լինելը դա թերություն չէ։ Մի խոսքով սիրելիներս շարունակենք, գնացինք առաջ, կտեսնեք ընթացքում ինչ էմոցիաներ ենք ունեցել, ինչ օր եմ ունեցել, որը ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Առայժմ գնացինք։ Красиво певашо мою грешную жизнь։ Ժողովուրդ, ես երեք որոշեմ այս պատուհանը լվանամ, սրա այս գժուկի օգնությամբ, ընկերակցությամբ և տեսեք, ինչպես միշտ, անձրև, ուզում էի ասեի արև եկ, զիզիքարին վեր եկ, բայց անձրև հեշեցի, լա մի հատ տեսեք ես ովքեր են, մի հատ վեր նայեք, եկել միау ինձ բերել ասել, որ անձրև նայեք, սեղ ջուրև, անա թացիլ անք, բժու, մնացվեց,
Փախապիսում։ Դուժեր անձրև ասկսել, որ գնա գալիս եմ, ջան, անձրև ջան։ Ատո անս փակեմ, թե չէ սա ծխեպ ասարկելու։ Այդպես, երբ որ հանկարծ չորային տարի ա լինում եմ, որ ասում ա, չգիտեք ինչ անեք, որ երկնքից անձրև կաթի, զանգ եք ինձ ասեք ձեր տան պատուհանները լվացի անձրև ենք ուզում։ Ես անմիջապես մեր պատուհանները կլվանամ, ոնց որ 3 լվացա, ու աստված էսպիսի գեղեցիկ անձրև կուղարկի մեզ, սա ասում զարգազա էլի։ Ոնց եք ժողովուրդ ջան, բոլորի բարի երեկո, գնացել եմ գործ եկել, հաց ենք երել, ստացելություն էինք, երկաթին դտված էինք։ Եկելարյուպես, մի անգամից էսպես անձրև սկսվեց։ Ընտենամ ինչ ա էլի ուզածը այս երկնքի, որ կայծակա գալիս, լեսա սպասեք, մի հետ նկարենք կայծակը։ Այսպիսով սիրելիներս սկսում եմ երեկոյան ժամից, այսինքն օգոստոսի 22-ին իմ ծննդյան օրն է եղել, բայց ես նկարահանումներս սկսում եմ 21-ից, այսպիսի անձրևոտ եղանակ է, հաջորդ օրը շատ մեծ պլաններ ունենք, երեկոյան նստած զրուցում էինք, Հասմիկն էլ զանգել էր, որոշեցինք պլանավորենք, թե ուր ենք գնալու եւ այդպես շարունակ։ Ինչպես տեսնում եք, արդեն բարի լույս է սկսվել, այստեղ արդեն օգոստոսի 22-ն է եւ տեսարանը հիասքանչ բարձրացել է 2 մետրանոց շկաֆի վրա, թե ոնց է այնտեղ բարձրանում, ես էլ չգիտեմ, գիշերները թռնում ա մի դռան վրից մյուս դռան վրա, բարձրանում, քնում է այնտեղ։ Այդպես գեղեցիկ բարի լույսով ուզում եմ սկսեմ իմ օգոստոսի 22-ը, իմ ծննդյան օրը եւ անցնենք առաջ, ամբողջ օրս կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես է ընթացել։ Գնացինք, շարունակում եմ սիրելիներս, իմ սիրուն գուրգենջիկս, իմ սիրուն փիսիկս, սիրելի փիսիկ չսիրողներ կներեք, որ շատ եմ ցույց տալիս իմ փիսիկին։ Արագ վեր կացա, հագնվեցի եւ հրատապ վազեցի աշխատանքի, քանի որ այսօր ես զապիսներ ունեի ամեն դեպքում շատ շուտվանից, օրը չէի փակել, երբ որ որոշում ես, որ ընտանիքով ինչ որ միտեղ է գնալու, այդպես հատկապես կեսօրից հետո կարևորություն չես տալիս, թե ուրիշ ինչով պետք է զբաղվես այդ օրը, հա։ Որոշեցի, որ զապիսներիս համար օրը չեմ փակելու, գնացի աշխատանքի եկա։ Սա էլ Լիլիթի նվիրած ծաղիկներն են մեր աղջիկների կողմից, շնորհակալ եմ աղջիկներս, սիրելիներս եւս մեկ անգամ, առավոտյան շուտ կիսուր մայրիկս էր զանգել, որից հետո հայրիկս էր զանգել, անմիջապես չհաշված, որ դեռ գիշերվա 12:00-ից արդեն աղջիկները YouTube-ով սկսել էին գրել, Instagram-ով նույնպես, ես այնքան շնորհակալ եմ ձեզանից, այդքան վիդեոներ, այդքան երգեր իմ անունից, չգիտեմ ինչպիսի քաղցր խոսքեր, բարեմաղթանքներ, լավ շնորհավորանքներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ սիրելիներս եւ իհարկե միշտ ուրախ եմ, որ դուք կաք։ Այսպիսով շարունակում եմ օրս, աշխատանքից մտել եմ տուն եւ վարքյանական դուրս եկել, մի բաժակ ջուր եմ խմել, ծաղիկները դրել եմ, նկարել, գցել, Instagram շնորհակալություն հայտնել աղջիկներին, դա է եղել իմ արած գործը, մի բաժակ ջուր եմ խմել ու կարելի ասել սովաստանից դուրս եկել, առավոտվա մի բաժակ սուրճներ, որ աշխատանքի վայրում խմել էինք միասին։ Այդպես, ինչպես տեսնում եք, ճանապարհս գեղեցիկ, ինչպես միշտ գնում եմ դեպի Մոսկվայի կենտրոն, գնալու ենք մինչև մետրո Գիտայի գորոդա կոչվում այդ տարածքը, որտեղ որ պետք է մեր օրը անցկացնենք, Հասմիկը որոշեց, երեկոյան զանգել էր, ասեց մամ համեցեք գնանք միասին օրը անցկացնենք, գնանք միտեղ ման գալու, քայլելու, միշտ տան ենք լինում կամ ինչ որ մի զավիդենիա ենք մտնում, ինչ կլինի, եկեք այսօր դրսում անցկացնենք օրներս, ասեցի լավ կլինի, այդպես որոշեցինք եւ գնացինք։ Սովացրիր քիչ։ Կոֆե բյուրո։ Անպայման պետք է կադրը պեյնել, կարում չեն աբիեզդանը։ Այսպիսով սիրելիներս առանց մեկնաբանությունների չի կարող լինել իմ վլոգը, հա։ Ուրեմն մենք արդեն Մոսկվայի Գիտայի գորոդում ենք, մետրո, ստանցիա մետրո Գիտայի գորոդ եւ այդտեղից էլ հենց սկիզբ է առնում լեգենդար, արդեն հանրահայտ կարելի է ասել այգին, որը կոչվում է Պարկ Զարյադյա։
Ուրեմն մի ժամանակ այստեղ դեռ գեղեցիկ ձևավորումներ չկային եւ աշխարհի տարբեր ծայրերից շատ մեծ տեսականի բույսեր, կակտուսների տեսակներ, ծառեր, ծաղիկներ, ինչ կարգի, ինչ տեսակի, ինչ ոճի ցանկանում եք այդ ոճի ծառեր, բույսեր կային այստեղ առաջի տարին որ բացել էին։ Մենք եկանք էքսկուրսիա արեցինք եւ շատ մեծ սիրով ու հաճույքով հիմա ներկայացնում եմ ձեզ այս այգին։ Откроем, да, подарки твои. Давай. И ножик не подготовлен. Ну там просто штука, чтобы тут. Фиолетовое главное, это раз. Ножик с другой стороны открывается. Да? Это что, как брелок или как кошелек? Это брелок, но ты можешь там монетки сложить, наверное. Я так и не смогла открыть, он был прикреплен. Попробуй открыть. А не надо открыть, я не хочу. Она приклеена. Нет, она не приклеена, там крутить надо эту штуку. На ней настоящий замок. Это типа маленький Биркенсток, или как он называется? Подожди, сейчас откроем, Ну, посмотрим. это типа этот. Нет, ну здесь сверху же она... Она не приклеена. Еще эти надо открыть. Да. Ну, ты подожди, И эти надо вытащить. Ну я вот, потому что там закрыто было, я не смогла открыть. Видишь, этот Она кружочек как маленькая мешает. сумочка. Да. Кружочек же она вот такая. Да, смотри, её нет, можно- просто там же вот эта коробка мешала еще. Да, кружочек можно вообще-то вытащить, ну, просто показывай. Ну вот, я говорю, Маленькая копия это какой-то Биркин. брендовый, да? ну, Биркин называется. Биркин. Типа у нее замочек как у Биркина. Ну, не знаю, что там внутри, просто этот поролон. Ух ты! Что такое? Всё. Вот так вот. Это раз. Ну, когда-нибудь будет настоящий. Ой, мне со своим японским сумочкой тоже очень хорошо. Подожди, дальше посмотрю, что тут. Дальше это так. Тут что-то Просто потому, что она фиолетовая. О, Я не знаю, да-да-да. тебе, наверное, не понравится запах. Я попробую, она знает, что я не очень с запахом. Открыть? Открой. Ну, вроде не очень противно. Ты попробовала? Да. Сейчас посмотрим. Но я там перед этим еще 10 духов набрызгала, поэтому я не уверена, что там Надеюсь, правильный что запах она был. будет легкий запах, мне понравится, и я буду пользоваться ею. Там просто банка фиолетовая. Баночка фиолетовая, значит красивая и будет вкусная. Еще сразу с ножиком, чтобы прям... Ножик-то закрой, опасно. Мам, закрой ножик, опасно. Давай его. Ножик вкусный. О, покажи. Какой фиолетовый. Да-да-да-да. Подожди, запах попробуй. Сейчас упаду. Стойте, как это делается? И запах фиолетовый. Если чем что-то я Реально? Или для кадра говоришь? Нет, реально, я же не люблю вообще такие. Чем-то пахнет непонятно, фрукты или цветы, какие-то там смешанные, Да, понял. цветочно-фруктовые, вот отсюда. Чем-то что-то вот напоминает. Без даже- лалазари готагяли. Что такое лалазар? Лалазар, как там на русском? Ирис? Ирике на сумаиле. Я не знаю. Это цветы, которые фиолетовые, они такие с длинными листьями. Колокольчики? Лалазар, Или она- ирис? А, лаванда, что ли? Нет, это Тогда не лаванда, знаю. это лаванда. Ну, потом загуглишь, вставишь сюда текстом. Ирике на сумаиле. Ну, не поймут. Ну, блин, везде у подъездах там есть желтые, белые, Кто? фиолетовые. Я не знаю. Ладно, я очень похожа на... Вайга, смотри, Накали. Что за праздник сегодня? День флага. Главное, что тебе нравится. Нет, я не играю, я не люблю играть. Это что за праздник, что они так ходят? Не знаю. Ну, говорю, по идее, день флага сегодня государственного. Но это не первый раз. Этот фестиваль, мне кажется, у них пораньше Надо был. было купить, потом сюда прислать. Ага. Короче, спасибо за подарки, Савитана. Пожалуйста. Приятно и смешно, и радостно, и... Всё очень интересно. Դե սիրելիներ ջան, մինչև այս հնդիկները իրենց շարասյունով ցիգանները եւ չգիտեմ էլ ինչ ազգեր անցան, ես ուղղակի որպես էքսկլյուզիվ կադրեր խնդրեցի Հասմիկը նկարահանեց, այդպես մի փոքրիկ ուզեցինք ձեզ հետ աշխուժանալ եւ մեր նվերները ցուցադրել, դա իհարկե նվերների փոքրագույն մասնիկներ, Հասմիկը ինձ ծրար էր նվիրել երեխեն
որոշակի գումարով, ինչի համար շնորհակալ եմ, գիտեք, մեծ երջանկություն է ունենալ այնպիսի երեխա, որը գնահատում է քո ամեն մի քայլը եւ այդտեղ կարեւոր չէ թե ծրարում ինչ չափի գումար է կամ ինքը ինչ էր ինձ նվիրել կամ չէ, իրան այդ մտածված լինելը, հա, երեխու, որ մամային ինչով կարա ուրախացնի, նույնիսկ գույների նուրբ ընտրությունը իմանալով հանդերձ, որ ես սիրում եմ այդ գույնը ու այն, որ ինքը արդեն ինքնուրույն աշխատում է եւ ունի այդ հնարավորությունը, որ թեկուզ ինչ որ մի չափով իր ծնողին ուրախացնի, միայն այն, որ ամեն դեպքում ուզում են երեխաները միշտ ուրախացրած լինեն իրենց ծնողներին, դա մեծ պատիվ է ունենալ նման հարգանքով երեխաներ, ինչի համար ասում եմ, ես շնորհակալ եմ իմ ծնողին նման դաստիարակություն ինձ տալու համար եւ շնորհակալ եմ ինքս ինձնից, որ նման դաստիարակություն կարողացել եմ ինչ որ չափով փոխանցել իմ երեխաներին եւ այն, որ իրենք ինչ որ չափով հատուցում են մեր տված դաստիարակությունը, ինչպես ասում են, վերադարձնում են մեզ սիրելիներս, շարունակենք մեր տեսանյութը հաճելի գեղեցիկ տեսարաններով, լավ օրենք ունեցել, շարունակում է մնացեք մեզ հետ, բայց չմոռանաք մի անգամ եւս գրանցվել, լայքել եւ իհարկե մեկնաբանել։ Սիրով սպասում եմ ձեր խոսքերին։ Я уже не помню. Շարունակենք մեր քայլելը, այստեղ մի քանի կադր նկարահանվեցինք, վերջում կտեղադրեմ բոլոր ֆոտոկադրերը, հիմա տեսանյութերը ցույց տամ, շատ սիրուն տեղեր էր, հետաքրքիր, այստեղ մի հատ կամուրջ կա, որը ասես կախված կամուրջ լինի, մի մասը օդում է, այսպես ասած, օդից կախված է, բայց շատ հետաքրքիր ֆորմա ունի հենց ինքը այդ կամուրջը, հիմա մենք քայլելով գնում ենք այդ կամուրջի վրա բարձրանանք եւ կամուրջի վրայից նկարահանումներ կանեմ, իսկ հետո ցույց կտամ կամրջի ընդհանուր տեսքը, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ յուրահատկություն ունի այդ կամուրջը եւ ինչպիսի գեղեցկություն է իրենից ներկայացնում։ Пойдемте. Сейчас пойдем на тот мост. Сегодня, оказывается, день флага в России. И вот мы стоим на мосту прям. Կամուրջը հենց ջրի վրա է։ Գնացինք, շարունակենք։ Тоже здесь фоткались зимой, здесь так хорошо. Մարդկանց հոսքը ինքան շատ է, անցա մոստի մյուս կողմը, այստեղից, սենց, այնտեղից եկավ, սենց հասանք ստեղ, հիմա գնում ենք մյուս կողմը, գնացինք, շարունակենք, իմ ոնց կորցրեցի, չգիտեմ առաջից են, թե հետևից են գալիս, բայց գնացինք, անցանք ես մյուս կողմը, ստեղն է նկարեմ ու գնանք։ Нет, конечно. Հասոն ուր գնաց, չգիտեմ, որ ստեղ գոնե մի հատ նկարեր մեզ, բայց դե ոչ գոնես կադրերը կհիշեմ։
Հաստատված սիրելի հետևորդներ ջան, հարազատներ ջան, հարգելիներս, այսօր այսպիսի օր ենք ունեցել։ Ո՞վ է տեսել, հա, որ ծննդյան օրը եսի մինչ սեղաններ չենք գցում, չենք վազում, չենք իրեմ ինչեր անում, որ տանջվենք, չարչարվենք, իբր թե ծնունդ ենք հիշում։ Ամենաթանկ նվեր, ամենաթանկ սեղան, ամենաթանկ ուտեստը, ընթրիքը, ուտելիքը, այդ իմ ընտանիքի անդամներն են, որոնք այսօր հետս են։ Ամենաերջանիկ ծննդյան օրերիցս մեկն է։ Կյանքիս ապրած օրերից մեկը, очень красиво, որ ես այսօր անց եմ կացնում թե երեխաներիս ամուսնուս, ընտանիքիս հետ և թե ձեզ հետ և այս հրաշք գեղեցիկ տարածքում մտնոլոր։ Այս հասմիկս վերջն է, ուրեմն մինչև ես իմ համար այնտեղ վլոգ եմ նկարում նստած, ձեր հետ զրուցում եմ որոշել այս կողմից կադրերը ֆիքսի, ասում գոնե վիդեո անեիր տենային, որ ոնց եմ ես խոսում նստած, գեղեցիկ տեսարանները ներկայացնում եմ ձեզ, շարունակեմ վլոգը, մինչև որ կհասնենք մյուս գեղեցիկ նկարահանումներին, իշտ մենք մոստի տակը այստեղ ովեսավ մյուս կողմը անցան, այնտեղ էլ սիրուն ծաղիկներ, տեսարաններ, մեր համար հաճելի հետաքրքիր կադրեր կան, մենք այնտեղ էլ տեսնենք ու ձեզ հետ կկիսվեմ։ Թե երեկոյան ինչեր են կատարվում, չեմ կարող ասել, արդեն պատուհաններս փակ եմ գնում, որ ոչ մի ձայներ չլսեմ, այստեղ էլ մանուշակագույն դրոշակներ, մի խոսքով գնացինք, երկինքը պարզ է, խաղաղ է, փառք Աստծո այս պահին, ամեն ինչ լավ է, գնում ենք, տեսնենք էլ ինչեր կտեսնենք ու որտեղ կնստենք։ Գեղեցկություն, հրաշքություն։ Что фоткала? Это что? Только шампань на хатук. Нор սկսեց, հա։ Поднимется? Не знаю. Так вы румши драки. Смотри, говорю, какой у тебя блогер модный сфоткал. Там черную. Модный блогер сидит. Это видео у тебя или фото? Интересно, что тут? Видишь, смотри, шатрва на дарную. Я боюсь, что он поднимется и обольет нас. Не обольет, давай посмотрим, что там будет. Я пока снимаю. Просто, видимо, воду гоняет. Может быть, да, может быть. Но она как, я как-то снимать начала, она это, ты смотри, вот эти трашушанные, ծաղիկներ կա ծաղկած, ես էդ էի ուզում նկարի, հենա, լենք սիրուն են։ Можно спуститься, посмотреть, там внизу как Мне кажется, сюда можно. Да? Смотри, какие красивые. А? Кто-то стоит? Девочка какая-то стоит в платье. Пошли. Если это не отражение. Էնել հա։ Էս ասեմ։ Այս գրնոթի է կամ էլ որսլա տեսեք ինչ եմ գտել։ Գեղացի մարդ եմ էլի, աչքս հատուկ ցանած է այս բանը, այսքան տեղը։ Ու սենց մասուրի սորթ է, մասուրա, լնայ, կամ սա վարդեր է եղել, թափվել է, կամ հենց իսկականից մասուրի սորթ է։ Սկզբից իստված մալինա է, հետո ակնոցները զոր հակա տեսա մասուրա։ Ոնց որ նուրը լինի փոքրիկ, հլա ինչ ֆորմա ունի։ Այստեղ այս այգում շատ սիրուն բույսեր կա, որոնք իրոք ցանված է։ Այն սևերը ինչա տնաս։ Այդ նույն չափի կանდეს սև են։ Հլա սպասեք մի քիչ մեծացնեմ։ Մի խոսքով շատ սիրուն է, կանաչեղենից կարոտ մարդ։ Մոստը պատերժկա չունի, օդում է, երկու կողմից բերած է ու տենց իրար հետ ամրացրած է։ Այս Парк Зарядье знаменитый մոստն է։ Ժողովուրդ, հեսա, հլը մոտիկից նայեք, ոնց որ փոքր նուռեր լինի, բայց էլի մասուրի սորթ ասա։ Սև գույնի պրոստը, ինչ հետաքրքիր բույսեր է։ Ես հիշում եմ այս Парк Зарядье-ն, որ բացել էին, ամենաառաջի տարին եկանք, այնքան հետաքրքիր բույսեր կար, բայց այն ժամանակ մենակ։ Что это боярышник. Боярышник? Да. Да ну ты, это больше похоже на масури. Ну, не знаю, сейчас походила. Боярышник, значит. Ну, возможно, я не знаю. Возможно. Настя как-то знает, как в Яндексе поиск по фотке делать. Я тоже знаю. Розочки. Вот, видишь? Մասուրա ինձ թվում է թե բայարշնիկն էլ է, էլի է տիպի միզատ։ Բայարշնիկը մենք սզի հետ ենք, հա, սիզնա։
Ուզում էի մենակ նկարեի, նայեք մեջը լույսեր կա դրած, հատուկ գիշերները երևի որ վառում են սիրուն ա լինում։ Նայեք ինչ սիրուն ա դրա շուշանները։ Ծաղկած մոտիկից նենց բան ժվոյ ավելի սիրուն են, բայց դե սենց էլ վատը չի։ Что большая? Ой, какие красивые, да. Բամբուկ ենք ասում։ Բամբուկ ռուսերեն է, բայց մենք են ինչ ենք ասում։ Это не бамбук, это камыш. Դրանց հայերեն ինչի ասում։ Բամբուկ։ Դա, բայց ասում հենց ենք ասում հայերեն։ Ну, немножко трудно. Сяду и не стою. Как хочешь. У них на территории во дворе тоже все было красиво, был банкет, но на маленьком. Там тоже очень красивые цветы, кстати. Мам. Потом звук вырежешь. Будет как будто цельная съемка. Надеюсь, тут есть стабилизатор в телефоне. Теперь повернись типа случайно. Помаши типа рукой. И второй рукой. Это все. Как ваши впечатления? Отлично, обожаю я это место. Уже второй раз здесь пробываю. Первый был с самого начала открытия этого чудесного парка, а это уже на этот раз. Դե սրտիկներ ջան, առայժմ պարկից դուրս եկանք, էլի նույն ուղղությամբ, որտեղով մտել էինք, գնանք մի թեթև հաց ուտելու տեղ փնտրենք, մի կտոր որ ասման նեհար անենք ու գնանք դեպի մեր երկիր, ինչպես ասում են, Արսենչիկը գործից պետք է գա եւ պետք է հանդիպենք բոլորս միասին մեր քաղաքում արդեն ու կգնանք միտեղ կնստենք միասին հաց կուտենք։ Առայժմ հետևեք իրադարձություններին, սիրելիներս։ Եթե հարցնեք մեր ճաշակը, մենք ահա ընտրել ենք Զոտման պիցայի սրահ, այսպես կարելի ասել, քանի որ կենտրոներ եւ շաբաթել օրեր շատ էին մարդիկ, մենք չկարողացանք ինչ-որ միտեղ հարմարեցնել, հանգիստ նստել, բայց հիմա սա էլ հարմար էր, ամենահարմարը ու ամենաքիչ հերթ ունեցողը սա էր, պատկերացրեք, որ ուղիղ 30 րոպե հերթ ենք կանգնել, 30 րոպե սպասել ենք, որ պատրաստեն մեզ տան, այսինքն համարյա մի ժամ սոված նստել ենք, սպասել մինչև մի կտոր պիցա ենք կերել, որպեսզի կարողանայինք այդտեղից էլ կարողանայինք գնայինք, դեռ մի ժամ էլ ճանապարհ պետքա գնայինք մետրոյով։ Ինչևէ, գնացինք, արդեն ռեստորան ենք հասել, սպասում ենք մինչև Արսենչիկը կգա եւ նստած վայելում ենք գեղեցիկ հայկական ռեստորանի ինտերիերը առայժմ։ Ինչպես տեսնում եք, ես օպերատորի դերում եմ, հայրը որդի իրար գտել են, թե ինչ են կճուճում չգիտեմ, բայց ես ուրախ եմ, որ շփվում են իրար հետ, ուրախ եմ այս պահի համար, շնորհակալ եմ այս պահի համար, նստել ենք, զակազել ենք արդեն, սպասում ենք մենյուն, շատ անշնորհք էր պատրաստված, նայեք ինչքան մեծ թուղթ է մի հատ անկապ, ռեստորանը հայկական է, Արատտա
Արատան դա Ուրարտուի, այսինքն հին Հայաստանի անուններից է։ Այդպես ինտերիերը սիրուն էր ամեն ինչ հայկական, բայց երաժշտությունը կիսառուսերեն, կիսահայերեն, այդպես ռաբիզ, մաբիզ ու միանգամից 4 ծնունդ կար, 4 երկար սեղան ու այդ 4 հոգու ամենասենց բարձր ձայնով նվագները, որը մեզ ուղակի սպանեց, հեռախոսս էլ անջատվեց, չհասցրեցի Արսեն Չոյից գալը նկարեի, մի խոսքով երեխաս եկավ սիրուն ծաղիկներով, շատ համեղ էր պատրաստված ամեն ինչը, բայց չափաբաժինները շատ փոքր, մի խոսքով լավ էր, հաց կերանք, հետո գնացինք մեքենայով տուն ու այդտեղ շարունակեցինք մեր շփումը եւ զրույցը։ Այսպիսով օրը ավարտվեց շատ հրաշալի տրամադրությունով, մենք արդեն տանն ենք, երեխաները գնացել են զբոսանքի եւ ասում եմ բոլորիդ բարի գիշեր։